Սևան ազգային պարկին է վերադարձվել Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող հողամասը։ Որոշման նախագիծը կառավարության գործընկերներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ըստ այդմ առաջարկվեց Հայաստանի սեփականություն հանդիսացող 13 միլիոն 404 հազար դրամ արժեքով 1.5 հեկտար հողամաս ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը եւ անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին։ Նշված անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր է ճանաչվել Սևան ազգային պարկ կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի եւ Կարեն արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց գործից, նշելով, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը բավարարվել է եւ Սևան ազգային պարկին է վերադարձվել նշված հողամասը։ Կառավարությանն առընթեր գույքագրման վարչության Սևան տեղամասի կողմից տրամադրված սեփականության վկայագրի համաձայն Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածում Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1.5 հեկտար մակերեսով հողամասը, այդ թվում շինությունները, Գեղարքունիքի մարզպետի 97 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա գրանցման գրքում գրանցվել են արտադրական կոոպերատիվի անվամբ։ Վերոգրյալի հիման վրա դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության իդեմս Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տնօրենի եւ արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված եւ 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս։ Պարոն փոխվարչապետ, այս խնդիրը համատարած է ազգային պարկի ամբողջ տարածքում, արդեն իսկ կառուցապատված հողամասերի պարագայում թաքցվում է կառուցապատման փաստը եւ տրամադրվում է վարձակալական իրավունքով հողամաս։ Ապօրինի գույքով անցնող գույքերի մի ստվար զանգված ուղղակի իրականության մեջ գոյություն ունեն, փաստաթղթերում գոյություն չունեն։ Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանությանը հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության վրա միջնորդագրեր են ուղարկվել Սևան համայնքին եւ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին Սևանի ափամերձ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում արկա ապօրինի կառուցված շենք շինություններն ապամոնտաժելու եւ հողամասը նախկին տեսքի բերելու համար։ Աշխատանքները բավական դանդաղ են ընթանում, այս պահի դրությամբ 3 հողամասերում արկա շենք շինություններն են ամբողջությամբ անպամոնտաժվել, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ եւ կայացվել են 23 քանդման որոշումներ, որոնք դեռևս չեն կատարվել։ Վարդապետյանն ընդգծեց, որ հսկողությունը շարունակվելու է եւ եթե աշխատանքները չկատարվեն, պահանջելու են դատական կարգով դա անել։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հետաքրքրվեց, ում են պատկանում գույքերը, գլխավոր դատախազը մանրամասնեց։ Դրանք պատկանում են նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Մեկը հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0 նիշից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձին, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւս արձագանքեց, ընդգծելով, որ գույքերի քանդումը գումար է պահանջում եւ այս համատեքստում խնդրեց գումար հատկացնել։ Կառավարության մեկ այլ որոշմամբ 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար կհատկացվի 2 միլիարդ 828 միլիոն դրամ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը թվարկեց նաեւ այն
այն աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով։ Ըստ այդմ դրանք վերաբերում են խմելու ջրագծերի կառուցմանը, ջրատարի վերակառուցմանը, ջրամատակարարման ցանցի բարելավմանը, ճանապարհների վերանորոգմանը, ներհամայնքային փողոցների կառուցմանը, սալարկմանը, մանկապարտեզների հիմնանորոգմանն ու վերանորոգմանը, շենքերի ջրամեկուսացման եւ էներգոարդյունավետության ծրագրերի արդիականացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, համայնքներում կոյուղի կառուցելու աշխատանքներին։ Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինեն 21 միլիարդ 59 միլիոն դրամի համաֆինանսավորում, եւս մեկ ուրեմն հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը թույլ կտամ ասել հսկայական ծավալի է լինելու, շուրջ 10 միլիարդ դրամի մասին է խոսքը, դա մեծ հավանականությամբ կլինի կառավարության հաջորդ նիստին։ Մենք պլանավորում ենք այս տարին բարելավել նախորդ տարվա ցուցանիշները եւ շարժվում ենք այդ ուղղությամբ, շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա, ամսի 18-ի նիստը կլինի մեծ հավանականությամբ վերջինը, որտեղ մենք սուբվենցիոն համաֆինանսավորման հարց կունենանք, որպեսզի հետո նաև մարզպետի աշխատակազմերը հաջորդ մի քանի օրերին հնարավորություն ունենան բաշխում իրականացնել համայնքներին եւ համայնքներն էլ հնարավորություն ունենան շինարարներին պատշաճ վճարել։ Այնուհետև ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու եւ հարակից օրենքների փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ 112 հեռախոսահամարով։ Ներկայում գործող 102, 911 եւ 101 համարները կշարունակեն աշխատել որոշ ժամանակ, սակայն դրանցով ստացված բոլոր զանգերն ավտոմատ կերպով կվերահասցեագրվեն 112-ին։ Հետագայում իրազեկման արշավներից հետո այդ համարները փուլային կերպով կհանվեն շրջանառությունից։ 102, 911, 101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին եւ համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման եւ նաեւ շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Միաժամանակ արձագանքի ապահովման ժամկետների կրճատման նպատակով արդի ծրագրային եւ տեխնիկական լուծումներով կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը, ահազանգերի սպասարկումը կիրականացվի ըստ դրանց հրատապության եւ կարեւորության, ինչպես նաեւ կնախատեսվեն նոր մասնագիտացված ահազանգը սպասարկող հաստիկներ։ Ըստ էության վերջնարդյունքում մենք զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցնենք մինչեւ 10 վայրկյան։ Իսկ արձագանքի միջին տևողությունը 10 րոպե մինչև։ Հետագայում 112-ը կմիավորի նաև շտաբ բժշկական օգնության կանչերը, սակայն դրա համար պահանջվում են երկրորդ փուլում իրականացվելիք տեխնիկական եւ ինստիտուցիոնալ բարելավումներ։ Մեկ այլ որոշմամբ էլ վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը 39 միլիոն եվրո կտրամադրի Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար։ Իդեպ կառավարությունը որոշեց լրացուցիչ 400 միլիոն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-ից 26 թվականների ծրագրերի իրականացման համար։ Խոսքը մարզերում հիպոթեքի աջակցության եւ հիպոթեքի մարման աջակցության ծրագրերի մասին է։ Մարզերում երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով աջակցություն է ստացել 2537 շահառու։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։